Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում նորանտապանի քննարկում հաղորդաշարն է եւ մենք այսօր զրուցելու ենք ռազմական եւ անվտանգության հարցերով փորձագետ քաղաքահայության դոկտոր Հաչի Արզումանյանի հետ։ Շնորհակալություն պարոն Արզումանյան, որ հրավերը ընդունեցիք։ Շնորհակալ ձեզ Տիգրան։ Փորձենք ձեզ հետ ամփոփել տարին։ Ես ուրեմն դուրս եմ գրել մի քանի կարևոր հարցեր, որոնց շուրջը ես ուզում եմ, որ մենք խոսենք, սկսենք ամենակարևոր հարցերից, տարածաշրջանային անվտանգության խնդիրը։ Դուք ձեր բազմաթիվ հարցազրույցներում, ելույթներում խոսում եք նրա մասին, որ մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը լքում է հարավային Կովկասը եւ դա ստեղծում է ուրեմն իրավիճակ, երբ որ անվտանգության երաշխավոր չկա, իսկ բայց Ռուսաստանը կարծես թե որպես վերահսկող այնուամենայնիվ ուզում է մնալ։ Այս իրավիճակի մեջ, պարոն Արզումանյան, դուք ուրեմն ինչ պետք է մենք անենք, ինչպես պիտի ձևավորենք մեր անվտանգության հարցը, եւ եթե Ռուսաստանից դեպի արևմուտք պիտի գնանք, ամենադժվար շրջանը այդ անցումային շրջանն է լինելու, որը որ պետք է ապահովված լինի, ինչպես պետք է Հայաստանը կառավարի այդ ռիսկերը, որպեսզի համակարգից դուրս գալը չկանգնեցնի պետականության կորստի եւ նախքան նոր անվտանգության համակարգի մեջ մտնելը։ Առաջինը սկսեմ վերջից ճակետներում, Հայաստանը ոչ միտեղ չի պիտի գնա։ Հայաստանը մնում է Հայաստանում։ Մենք մնում ենք այստեղ, մենք մնում ենք մեր տարածաշրջանում, ուղղակի պետք է հասկանանք եւ ընդունենք, որ եւ մեր տարածաշրջանը եւ աշխարհը մեծ փոփոխությունների մեջ է գնում։ 2025 թվականի վերջը Տրամփի վարկը Ռուսաստանի հետ փորձելով հարաբերությունները կառուցել ուրիշ մակարդակի վրա եւ նորից կիսել աշխարհը ազդեցության ոլորտների վրա, որտեղ ամեն մեկը մնում է իրան տերը, այդ մոտեցումները, որը եղել են 19 դարում, 20 դարում եւ Տրամփի Միացյալ Նահանգների փորձը այդ ամեն ինչը ձևավորել 21 դարում, իմ կարծիքով դա չի ստացվելու, ինչ որ պիտի դու ադապտացնես քո մոտեցումները։ То есть աշխարհը այնպես չի ձևավորվել մինչև վերջի 2-3 ամիսը, քան թե սպասվում էր։ Այո, Ռուսաստանը թուլանում է։ Թուլանալով իր հնարավորությունները վերահսկել ավանդական ազդեցության ոլորտները իջեցնում են։ Եվ զուգահեռ մենք դա տեսնելով տեսնում ենք ոնց է Միացյալ Նահանգները արևմուտքը փորձում ամրացնել իր դիրքորոշումները Հայաստանում։ Այն տրիպի պրոյեկտը, որը հույս ունեմ կարող է սկսվի, որը նախաձեռնել է Տրամփը, այդ ուղղությունների սիմպտոմներից մեկն է, որ Միացյալ Նահանգները ոնց որ ուզում են ամրացնել իրենց ներկայությունը հարավային Կովկասում, բայց մյուս կողմից տեսնում եք հակասող process-ներ Ուկրաինայում։ Ոնց կզարգանա աշխարհը 2026 թվականին, այսօր ոչ մեկը այդպես հստակ ասել չի կարող, բացի նրանից, որ պատերազմները շարունակվել են։ Եվ այստեղ Հայաստանի համար, հայկական պետականության համար, հայ ազգի համար մեծ խնդրեմ է ինձ կարծիքով, որ մենք պետք է հասկանանք առաջինը, պետք է ձևավորենք ինչ տարածաշրջանում ենք մենք ապրում։ Դա հաստատ հարավային Կովկաս չի։ Դա հաստատ միայն Կովկաս չի։ Ես դրամացի միշտ ասել եմ, որ Հայաստանը հետ է գալիս Մերձավոր Արևելք, որտեղ ինքը ավանդական եղել է։ Հարավային Կովկաս, Հյուսիսային Կովկաս, Կովկաս, դա հասկացողություններ են, որը ձևավորվել են ավելի շուտ Ռուսաստանի կայսրության, սովետական միության ներքո, այդ աշխարհաքաղաքական կառուցվածքի ճարտարապետության մեջ։ Այդ ճակետներում ճոխությունը ընդունել ի վերջո, որ Հայաստանը, Կովկասը մնում է Ռուսաստանի ազդեցության տակ, մենք այդ հնարավորությունը չունենք։ Մենք հաստատ գիտենք եւ հստակ տեսնում ենք, որ Հայաստանի վրա եւ մեր տարածաշրջանային փոքր տարածաշրջանում ազդեցություն ունի Արևմուտքը, ազդեցություն ունի Թուրքիան, ազդեցություն ունի Իրանը, ազդեցություն ունի Իսրայելը, առնվազն այդ 4 երկրները ուժային կենտրոնները, որը մեզ ասել են։ Դա նշանակում է մենք պիտի գտնենք եւ հասկանանք մեր տեղը ոչ թե Կովկասում, բայց ավելի լայն
տարածաշրջանում, որտեղ նաև մտնում է առնվազն մերձավոր արևելքը։ Ես չեմ խոսում մեծ մերձավոր արևելքի մասին, որտեղ եթե ճիշտ մոտենակ, օբյեկտիվորեն մենք պիտի մտածենք կենտրոնական Ասիայի կապերի մասին եւ Ղազախստանի հետ մեր հարաբերությունները, որ սկսել են ձևավորվել, դա վառ օրինակն են։ Մի խոսքով այն ժամանակները եւ մենք կարող էինք մտածել սահմանափակ, իզոլացված, մնալով միայն Հայաստանի Հանրապետության սահմաններում, մնալով միայն Հարավային Կովկասի սահմաններում, այդ ժամանակները վերջացել են։ Մենք պիտի հասկանանք 2026 թվականում մենք լինելու ենք մեծ մերձավոր արևելքում կամ առնվազն մերձավոր արևելքում որպես մաս։ Եվ այստեղից մեծ խնդրեմ է առաջանում, որտեղ մերձավոր արևելքում այսօր գնում են պատերազմներ։ Այդ պատերազմները տարածաշրջանային են ի բնույթով։ Իրանի, Իսրայելի պատերազմը, որը շարունակվում է, Թուրքիայի ներգրավումը Սիրիայի, որ Սիրիան կիսվեց փաստորեն, Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները, Հունաստանի հարաբերությունները, մենք արդեն դուրս է գալիս մերձավոր արևելքից, արևմուտքն է գալիս Հունաստանը եւ Կիպրոսը որպես արդեն Եվրոպայի մաս եւ այլ եւ այլ։ 2026 թվականում հեշտ պատասխաններ չկան։ Դու պարտավոր ես մտածել առնվազն տարածաշրջանային տրամաբանության մեջ եւ այդ տրամաբանությունը լինելու է ռազմական իր բնույթով։ Դա խաղաղության տրամաբանություն չի, դա ռազմական պատերազմի տրամաբանություն է եւ դու պարտավոր ես դա հաշվի առնես։ Դե ըստ երևույթին տարածաշրջանում բավականաչափ դաշնակիցներ չգտնելով Հայաստանի էլիտայի մի մասը ձգտում է դեպի Եվրոպա, մտածելով, որ եթե ինքը ոչ թե մերձավոր արևելքի մաս լինի, այլ Եվրոպայի, ինչպես պատկերացնում է հայերի մի ստվար զանգվածը, որ Հայաստանը դա Եվրոպայի հարավում է գտնվում կամ եվրոպական տիպի պետություն է, ապա ստացվում է, որ դեպի Եվրոպա գնալը դա յուրօրինակ տարածաշրջանային ճարտարապետության ձևավորման փորձ է, գոնե այսպես ասենք։ Նորից բարդ է ավելի հարցը, քան թե դու փորձում ես ձևավորես Տիգրան, դու չես ձևավորում այն փորձագետները, որը խոսում պետք չէ փորձել պարզեցնել վիճակը։ Հիմնական սկզբունքը մոտեցում է այս վիճակում պիտի լինի, որ վիճակը բարդ է։ Լուծումները բարդ են լինելու եւ այդ բարդ լուծումների մեջ չէ փորձել պարզեցնել, հստակացնել վիճակը։ Եվ ելնելով դրանից հիմնական խնդիրը, որ դու պիտի պատասխանը դաս ով ես դու։ Ով ես դու որպես հայազգ, ով ես դու որպես Հայաստան, պետություն եւ հո երթաս, որտեղ ես գնում։ Դրա համար առաջինը դու պիտի հասկանաս որտեղ ես, դու մերձավոր արևելքում ես։ Դու պիտի գտնես քո տեղը քո այս իրականության մեջ, որը կաս, եւ հետո մտածես որտեղ ես ուզում գնալ։ Դու ուզում ես ունենալ մի ճարտարապետություն, անվտանգության ճարտարապետություն, որտեղ Հայաստանը լինելով մերձավոր արևելքի մաս, նաև մտնում է եվրոպական անվտանգության ճարտարապետության մեջ։ Նման խնդիրը կարելի է դնել եւ պետք է դնել, ես դրա մասին բավականին շատ գրել եմ եւ հույս ունեմ կշարունակեմ գրել։ Բայց դու մտնում ես եվրոպական անվտանգության ճարտարապետության մեջ, հաստատանալով հստակ ով ես դու եւ քո վիճակը։ Եթե դու այդ հասկացողությունը չունես, դու շեղվելու ես եւ հաստատ չես հասնելու քո նպատակներին։ Եվ այստեղ ուրիշ մեծ խնդրեմ է առաջանում, որովհետեւ Եվրոպան նույն ձևի փոխվում է։ Եվրոպան նույն ձևի փոխակերպման մեջ է։ ՆԱՏՕ-ն, որը եղել է հիմնական կոլեկտիվ անվտանգության ճարտարապետության կրողը, նույն ձևի փոխակերպման մեջ է։ Եվրոպայի Միացյալ Նահանգների հարաբերությունները փոխակերպման մեջ են։ Եվրոպայի Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխակերպման մեջ են։ Եվ Եվրոպայի եւ մերձավոր արևելքի հարաբերությունները փոխակերպման մեջ են։ Եվ դու պիտի լուծես երկու շատ դժվար process-ներ հաստատում։ Մի կողմից դու ես փոխակերպման մեջ, գտնում ես քո տեղը փոխող աշխարհում, բայց մյուս տեղից եւ տարածաշրջանն է փոխվում, եւ Եվրոպան է փոխվում։ Դրա համար եթե դու դա հաշվի չես առնում եւ փորձում ես պարզ նայես մեկ քայլանի քայլերով մտածել, որ հա հասնում եմ Եվրոպայի մտնում, դա քեզ լուծում չի տալիս։ Շատ լավ, այդ դեպքում կարող եք հերքել կամ հաստատել, որ ասենք Նիկոլ Փաշինյանի կամ մեր իշխանությունների փորձը կառուցել նոր անվտանգության ճարտարապետությունը իրական Հայաստանի, այսպես կոչված սահմաններում,
կտրելով պատմական եւ իրական Հայաստանները իրարից հրաժարվելով մեր բոլոր դեպի իրավունքներից եւ պահանջներից, սա ձեր ասած այդ փորձի յուրօրինակ ձև է։ Չեմ կարծում, որովհետեւ դու խոսում ես ուտոպիայի մասին, մի իշխանություն, իշխող վերնախավ, որը հայտարարում է, որ ինքը կտրում է խզում է իր կապերը պատմությունից, մշակույթից, ուղղակի դա ուտոպիա է, Տիգրան, դու էլ ինձ ջահել չես հիշում ես բոլշևիկներին փորձը կտրել ամեն ինչից, դա բոլշևիզմը, տրոցկիզմը, անհնար է ազգին պետության կտրել պատմությունից, քո պատմության դու մասն ես, քո պատմության մեջ ես, դու այդ ծավալված ես քո պատմության մեջ եւ քո ապագան որոշումը քո իրականությունը իհարկե, բայց առանց պատմության, առանց համատեքստի, այս քո պատմական մշակույթային համատեքստից, միջավայրից, լանդշաֆտից դու անհնար է որ կարողանաս մտածես ապագայի մասին։ Նման համապակում իմաստ չունի, դա անհնար է ձևավորել։ Դրա համար չեմ կարծում որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ուրիշ նպատակներ ունի, ինքը ուզում է Հայաստանը իզոլացնի եւ Հայաստանի խնդիրները, ազգային խնդիրները սահմանափակի միայն այսօրվա Հայաստանի սահմաններով։ Այս սահմաններ չեն ավելի պետք է խոսել շփման գծերի մասին, որովհետև այդ շփման գծեր են, որը ձևավորվել են ագրեսիվ պատերազմի հետևանքներով։ Առաջին հանրապետության ժամանակներում եւ ռուս-թուրքական դաշինքը բոլշևիկները եւ քեմալիստները կիսեցին Հայաստանը, ձևավորվեց սովետական Հայաստանը, որի տարածքից տարանջատվել է Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը, Արցախն է անջատվել եւ ձևավորվել սովետական Հայաստանը։ Հետո նորից կարող է process-ները շարունակվել են եւ հետո հետսովետական տարածքները մենք նաեւ գործել ենք ասենք Արցախ չեք կարողացել պահել։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը հույս ունենալով որ կկարողանա պահպանի իշխանությունը ուզում է փորձել մեծ իզոլացնել փոքր Հայաստանի ներքո, բայց փոքր Հայաստանը միայն այսօրվա սահմաններում, որը հաշվի չառնում, որտեղ է ինքը գտնվում եւ որտեղ է ոնց է ձևավորում ազգային շահերը, փորձելով կտրել իր մշակույթային, ոգևոր, գաղափարախոսական հիմքերից նման Հայաստան ապագա չի կարող ունենալ։ Մանավանդ այս փոփոխող ժամանակներում։ Եթե ժամանակները անփոփոխ են, կանգնել են, շատ դանդաղ են, փոխվում, այդ ժամանակ դու կարող ես ինչ-որ հույսեր ունենաս, որ կարող ես գոյատևես այդ ճանապարհներին, այդ ժամանակների մեջ, բայց եւ ժամանակները սկսում են փոխվել եւ դինամիկ փոխվել, ոնց մենք այսօր ունենք, եթե դու չես հասկանում ով ես դու, չունես այդ խարիսխները, որը քեզ թույլ են տալիս մնալ կայուն եւ չկորցնել քո օրիենտացիաները, դու հաստատ վերջանալու ես որպես պետականություն, որպես ազգ։ Ճանապարհը անհասկանալի, ոչ թե անհասկանալի է, ես հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանը լուծում է իշխանությունը պաշտպանելու խնդիրը, եւ այդ խնդիրի շուրջ փորձում է ինչ-որ ուտոպիկ մոտեցումներ ներկայացնել եւ իմպլեմենտացնել ներդրի հայկական հասարակության մեջ։ Շատ լավ, անցնենք անվտանգության եւս մի կարևոր բաղադրիչին, բանակին։ Ես ձեզնից մեջբերում անեմ, բանակի արդիականացումը միայն նոր զենք գնելը չէ, դա նախև առաջ կառավարման նոր փիլիսոփայություն է, որը պետք է հիմնված լինի ցանցակենտրոն պատերազմի եւ տեխնոլոգիական առավելության վրա։ Եվ հարցը, եթե դուք շեշտում եք, որ մենք պետք է նոր տիպի բանակ ունենանք, արդյոք Հայաստանի ներկա ռազմաքաղաքական էլիտան ունի բավարար մտավոր եւ կազմակերպչական ներուժ հրաժարվելու խորհրդային դոկտրինից եւ անցնելու ձեր նկարագրած ցանցակենտրոն եւ տեխնոլոգիական պաշտպանության։ Նորից խնդրեմ ավելի խորը եւ բարդ է, քան թե փորձում ենք ձևավորել Տիգրան։ Խնդրեմը ոչ թե միայն ռազմական ուժերի փոխակերպման մասին է։ Եթե դու սկսում ես ման ռազմական ուժերի փոխակերպման, դա պարտադրում է եւ որ դու հասկանաս, որ դու ոչ թե միայն ռազմական ուժերի փոխակերպման պիտի սահմանափակվես, դու պարտավոր ես մտածել ռազմական անվտանգության համակարգի փոխակերպման մասին։ Դու հնարավորություն չունես միայն ռազմական ուժերը փոխես եւ պահես այն պաշտպանության համակարգը, որի ներքո մենք չկարողացանք պաշտպանել Արցախը, պահենք Արցախը։
Հաջորդ քայլը, երբ փորձում ես մտածել պաշտպանության անվտանգության համակարգի մեջ, դու հասկանում ես, որ խնդիրը չես կարող լուծել, եթե չես մեծացնում նորից մասշտաբը եւ չես խորհրդում պաշտպանության եւ անվտանգության համակարգի մասին։ Միայն ռազմական ոլորտը փոխել դու այդ հնարավորությունը եւ ճոխությունը չունես։ Դու պարտավոր ես դնես, ոնց ես լուծում անվտանգության ոլորտը ընդհանրապես փոփոխակերպման մասին։ Ոնց ես փոխում ռազմական ուժերը, ոնց ես փոխում ազգային անվտանգության ծառայությունը, ոնց ես փոխում ներքին գործերի նախարարությունը եւ ոլորտը եւ այլ, դու պարտավոր ես մտածել անվտանգության ոլորտի փոխակերպման մասին։ Եվ այստեղ սկսում է հաջորդ խնդիրը եւ հաջորդ մակարդակը, հաջորդ մասշտաբի մեծացման անհրաժեշտությունը։ Եվ դու հասկանում ես, որ քո անվտանգության սպառնալիքները լինելով գոյատևական իր բնույթով եւ Երբ դու պարտավոր ես մտածել ոչ թե լոկալ իզոլացված փոքր պետությունների պատերազմի մասին, բայց քո պատերազմները տարածաշրջանային էին բնույթով, այդ հիմնական խնդիրն է, որը մենք 2020-23 թվականին տեսել ենք, որտեղ Հայաստանը պատրաստվում է լոկալ պատերազմի Ադրբեջանի դեմ, բայց մտել է տարածաշրջանային պատերազմ, որտեղ ինքը ստիպված էր պատերազմել ռուս-թուրքական դաշինքի դեմ, որին միացել է Իսրայելը, միացել են ջիհադիստները, միացել է Պակիստանը։ Մենք պատրաստում ենք փոքր պատերազմի մենամարտության, բայց մտել եք տարածաշրջանային պատերազմի մեջ։ Երբ դու հասկանում ես, որ քո թևական եւ ավելի շուտ դաշը գոյաբանական սպառնալիքները պարտադրում են այդպես նայել քո մարտահրավերներին, դու հասկանում ես, որ դու պետք է մտածես համապարփակ պաշտպանության եւ անվտանգության մասին։ Այդ խնդիրները դու չես կարող լուծել միայն անվտանգության ոլորտում մնալով։ Նման խնդիրները, երբ դու որպես ոչ մեծ պետություն պարտավոր ես մտնես չեզոքացնել ուժային կենտրոնները, կարող ես լուծել միայն համապարփակ մոտեցման ֆիլոսոֆիայի մեջ։ Այն ֆիլոսոֆիայի մեջ, որը ազգերի, պետություններին տալիս են հնարավորություն կառուցել այնպիսի պաշտպանության եւ անվտանգության համակարգ, որը հնարավորություն է տալիս չեզոքացնել ուժային կենտրոնների, համեմատաբար ավելի մեծ մասշտաբով եւ հզորությամբ ուժային կենտրոնների։ Եվ այստեղ դու կանգնում ես ուրիշ մակարդակի վրա։ Դու պետք է ոչ թե միայն անվտանգության ոլորտը փոխակերպման մտածես, բայց ողջ պետության համակարգի փոխակերպման մասին, ավելինս համապարփակ պաշտպանության եւ անվտանգության ոլորտը պարտադրում է եւ ստիպում է, որ դու գնաս փոփոխական ոչ թե միայն պետության, բայց նաեւ հասարակության եւ իշխանության։ Դրա համար դու որպես ազգ, եթե ուզում ես շարունակես զարգանալ 21 դարում, կանգնած ես մի քանի փոխակերպման անհրաժեշտության մասին։ Դու պարտավոր ես փոխակերպես որպես ազգ, որտեղ դու որպես ազգ ավելի մեծ ես, քան թե Հայաստանի Հանրապետությունը, դու որպես ազգ գլոբալ երևույթ ես եւ քո ազգի 80%-ը քո պետության սահմաններից դուրս են։ Դրա համար տեսեք ինչքան ահռելի դժվար խնդիր է դառնում։ Դու պիտի մտածես, դու պարտավոր ես անցկացնել ռազմական ուժերի փոխակերպում։ Դա պարտադրում է քեզ կազմակերպել քո պաշտպանության համակարգի փոխակերպում, որը մտնում է եւ մաս է կանգնում տառ անվտանգության եւ պաշտպանության համակարգի մաս, որը նորից մտնում է քո պետության փոխակերպման անհրաժեշտության մեջ եւ դա մտնում է քո հասարակության, հայկական հասարակության փոխակերպման իր պետության հետ, իշխանությունների հետ, որը ի վերջո մտնում է քո ազգի փոխակերպման մեջ, որտեղ դու որպես ազգ քո սփյուռքը, քո մնացած բոլոր ազգային կառույցները, հաստատությունները պիտի նույնիսկ նրանք էլ մտածեն ոնց են փոխակերպում, որ կարողանան Հայաստանին պաշտպանել։ Եվ դու չես կարող տարանջատես այդ փոխակերպումները, Տիգրան։ Դու պիտի ունենաս այնպիսի արդեն ազգային վերնախավ, որը կկարողանա ընկալի խնդրը այդպես իրան ամբողջականության մեջ եւ այդ ամբողջականության մեջ ընկալելով ձևավորի խնդրի լուծման ճանապարհը, որտեղ հասկանալի է դու նման ահռելի մեծ խնդիր մի օրում, մի տարում, 5 տարում չես լուծելու։ Դա պարտավորում է քեզ ունենալ ձևավորել այնպիսի ազգային վերնախավ,
որ ընդունակ կլինի, այնքան ամբիցիոզ կլինի, որ կկարողանա Հայաստանի հայ ազգի զարգացումը, հայ ազգի ճանապարհի շարունակությունը տեսնի այս փոխակերպման մեջ, ձևավորի այդ փոխակերպումը եւ հետո ոչ ավելի դժվար, բայց նույնիսկ դժվար խնդիր սկսել ներդրել այդ իմաստությունը եւ այդման դժվար process-ները դու կարող ես անել միայն ու միայն եթե դու հասնում ես հայ ազգի հետ համաձայնության, որ դա սկսում ես անել, դու պիտի ունենաս հայ ազգի մանդատը, որ դու այս ճանապարհով ես գնում, դու չես կարող այդ հարցը սահմանափակես միայն Հայաստանի հասարակությունով, որը ապրում է Հայաստանի Հանրապետության ներքո, դու այդ խնդիրը պիտի դնես եւ լուծես ազգային մակարդակի վրա, արդյոք մենք որպես ազգ պատրաստ ենք նման խնդրի ձևավորման, այդ պատասխանը պիտի տանք, որտեղ իմ խորի համոզմանքն է, որ եթե մենք այդպես չենք դնում խնդիրը, մենք նորից պարտվելու ենք, որտեղ 21 դարում դու արդեն այդ ճոխությունը լոկալ փոքր խնդիրների դրվածքի եւ փոքր լուծումների պատասխանը ձևավորվելու այդ լուծումները այդ ժամանակը չունենք, մենք այդ ժամանակը արդեն սպառնել ենք։ Ես հասկանում եմ ձեր մտահոգությունն ու մոտեցումը, բայց որքան բարդացնում եք գործընթացի ընկալումը, իսկ մեր էլիտան պետք է դա ընկալի, այնքան դժվարանալու է դրա ներդրումը։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Սփյուռքի փոխհարաբերություններին, կան այդպիսի նախաձեռնություններ, դուք լավ գիտեք, եւ այդ թվում մեր նախաձեռնությունը, որը որ փորձում է աշխարհի ողջ հայությանը հայկական քարտերի գործառնության միջոցով համախմբել հարթակի շուրջը որոշումներ եւ կարծիքներ իմանալու համար, բայց դա բավականին բարդ խնդիր է եւ որքան այդ բարդությունն ու խորությունը տեսնում ենք, այնքան տեսնում ենք, որ ներկա էլիտան այդ խնդիրը լուծել չի կարող, իսկ նոր էլիտայի ձևավորումը շատ խնդրահարույց է։ Ես առաջարկում եմ հիմա դուրս գալ կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, գովազդը եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Շարունակում ենք մեր զրույցը ռազմական եւ անվտանգության հարցերով փորձագետ քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ եւ հաջորդ հարցը Հրաչյա, որը ես ուզում եմ մենք քննարկենք, դա այսպես կոչված խաղաղության դարաշրջանն է, որի մասին խոսում է մեր քաղաքական էլիտան եւ իշխանությունները բնականաբար։ Դուք բազմիցս խոսել եք նրա մասին, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը խաղաղության նպատակ չունի, նրա նպատակը Հայաստանի վերջնական կապիտուլյացիան է եւ Զանգեզուրի Միջանցքի, այսպես կոչված ուժային կորզումը։ Դա ոնց է առաջին հերթին, իսկ երկրորդ հերթին Հայաստանի վերացումը որպես այդպիսի միավոր։ Հիմա հասկանանք, թե ինչ զսպման մեխանիզմներ մենք ունենք։ Դուք նշել եք, որ Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն։ Եթե խաղաղության պայմանագիրը ձեր կարծիքով չի աշխատելու անվտանգություն, ապա որն է լինելու այն կարմիր գիծը, այն ռազմական գործարքը, որը թույլ չի տա Ալիևին եւ Թուրքիային նոր էսկալացիա սկսել մոտակա ամիսներին, որովհետեւ այն խորքային փոփոխությունները, որոնց մասին դուք խոսում եք նախորդ հատվածում, նրանք բավականին երկար ժամանակ են պահանջվելու, կրթվելու, հասկանալու, սերունդ դաստիարակելու եւ այլն, իսկ մենք այստեղ ամիսների կամ լավագույն դեպքում տարվա հարց ունենք։ Առաջինը ես միշտ խոսել եմ ոչ թե միայն ոչ թե միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի ալյանսի տանդեմի մեջ, բայց միշտ նշում եմ, որ ցավոք սրտի նորից մեկ իրավունք չունենք բարձրացնել վիճակը, այստեղ կա նաև Ռուսաստանի դերակատարը, որտեղ գործոնը, որտեղ ես միշտ ասում եմ, որ պետք է խոսել ռուս-թուրքական դաշինքի մասին, որի միանում է Իսրայելի շահերը, Իրանի շահերը եւ այլ։ Դու հնարավորություն չունես բարձրացնել վիճակը ցավոք սրտի։ Եվ այս վերջի ժամանակները մենք հստակ տեսնում ենք, որ Ադրբեջանը իրոք ոչ մի մտադիր չունի դեպի այսպես կոչված խաղաղության ուղղության, Ադրբեջանը մնացել է Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ, իրանք մնում են ռազմական տրամաբանության մեջ, եւ Ռուսաստանը, եւ Թուրքիան, եւ Իսրայելը լուծում են իրանց քաղաքական խնդիրները ուժային գործոններով, ռազմական գործողությունների միջոցով։ Աշխարհում ոչ մեկը չի պատրաստվում խաղաղության։ Աշխարհում բոլորը պատրաստվում են պատերազմի կամ մասնակցում են պատերազմի մեջ։ Այդ վիճակում խոսել խաղաղության մասին դա նշանակում է թիրոմացության մեջ մտնել հայկական հասարակությունը եւ ազգը, որտեղ Հայաստանը չի գտնում խաղաղության մեջ։ Այսօր իշխող վերնախավը փորձում է ինձ համոզել, որ ես խաղաղության մեջ եմ, եւ հրադադարը եւ չկա լայնածավալ ռազմական գործողություններ, ավանդական ռազմական տիրույթում կրակոցներ չկա, բայց մենք բոլորը գիտենք, որ հիբրիդային պատերազմը, հիբրիդային ռազմական մեթոդները շարունակվում է, Հայաստանը շարունակում է գտնել պատերազմի մեջ։ Եվ շատ տարօրինակ է եւ վտանգավոր է, եւ քո իշխանությունները փորձում են համոզել քեզ, որ դու խաղաղության մեջ ես եւ դեմորալիզացնել հասարակությանը, որտեղ մարդը ուզում է լսել խաղաղության մեջ։ Մարդը, որ անցնել այսպես աղետալի հետևանքներով պատերազմ, որ ի վերջո հոգեբանական ուզում ասել դե լավ վերջացել է, հիմա սկսել է խաղաղություն, եւ դու օգտագործում ես քո հասարակության, քո ազգի հոգնությունը պարտությունից հետո
եւ ներշնչում ես որ դու խաղաղության մեջ ես, դա շատ վտանգավոր եւ հանցագործային մոտեցում է։ Երևի կասեմ, ես վերջի ժամանակները կասենք լսում եմ արևմտյան խորքային տես փորձագետներին, ասենք վերջին զլցել եմ մի 6-ի նախկին ղեկավարին, որը շատ դժգոհ ասում էր տենց որ այո մենք հասկանում ենք որ Եվրոպա մտնում է պատերազմի մեջ, պիտի պատրաստվի պատերազմի Ռուսաստանի դեմ, բայց մեր հասարակությունները պատրաստ չեն պատերազմի։ Ես պիտի մտածեմ ոնց եմ համոզում մեծ Բրիտանիայի հասարակության, որ ինքը նորից պիտի հագնի ռազմազգեստ, որ ինքը նորից պիտի պատրաստվի պատերազմի։ Եվ դժգոհ ասում է, որ խոսում է փորձագետի հետ Իտալիայի, երբ ինքը ասել է, արդյոք քո տղան պատրաստ է, կանային հետ պատրաստ է մտնել պատերազմի մեջ, կինը վիրավորվել է, ինչու իմ տղաս պիտի մտնի պատերազմի մեջ։ Իտալիան պատերազմ չկա, ես ինչու իմ տղայիս պիտի ուղարկեմ պատերազմ։ Եվրոպայում պրոբլեմա ոնց հասարակությանը համոզես որ դու պատերազմի մեջ ես իսկ դու ունես հասարակություն որը բնազդով զգում է որ ինքը պատերազմի մեջ է բայց քո իշխանությունը ոչ թե լուծում է պրոբլեմ ոնց պատրաստի իր հասարակությանը շարունակող պատերազմի բայց ներշնչում է որ դու պատերազմը վերջացել է դու պիտի սովորես խաղաղության ժամանակներում ապրել դա տարօրինակ եւ նորից եմ կրկնում հանցագործային է որտեղ միջավայրում քո անմիջապես միջավայրում ոչ մեկը չի խոսում քեզ այդ խաղաղության մեջին ոչ մեկը չի պատրաստում խաղաղության բոլորը պատրաստվում են պատերազմի եւ Իրանը եւ Թուրքիան եւ Ռուսաստանը պատերազմի մեջ է Ադրբեջանը պատերազմի մեջ է իսկ դու ներշնչում ես քո հասարակությանը հայությանը որ պատերազմը վերջացել է մենք իրավունք ունենք տաշտուշով զբաղվենք եւ զվարճանանք եւ պատրաստվենք լավ նոր ժամանակներին որտեղ խաղաղություն է չի կարելի այդպես մոտենալ իմ կարծիքով Տիգրան եւ առաջին ի վերջո իմ ազգը զգում էր բնազդով որ պատերազմը չի վերջացել եւ այս վիճակում մենք որպես հասարակության մաս որպես փորձագետներ պիտի օգնենք մեր հասարակությանը իմ ազգին չկորցնել զգոնությունը չհավատալ սեփական իշխանություններին որը ուծում են զուտ էգոիստիկ եւ փոքր խնդիր պահպանել իշխանությունը եւ դրա համար գնում են այն ճանապարհներով եւ փորձում են մշակել այնպիսի խոսույթներ, նարատիվներ, որը ուղղակի խփում են քո անվտանգությանը։ Դա անընդունելի է իմ կարծիքով։ Խոսենք այդ անվտանգության մեկ այլ ասպեկտի մասին, դաշնակիցների դուք ասում եք Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ ռազմական համագործակցությունը կարևոր է, բայց դեռևս բավարար չէ համակարգային անվտանգությունը ապահովելու համար մեզ պետք է ինստիտուցիոնալ կապ ՆԱՏՕ-ի հետ։ Ես ուզում եմ հետևյալը ասել, այսպիսի հարց տալ ձեզ, որ Հայաստանում շատերը հույս են կապում ԵՄ դիտորդների, ֆրանսիական զենքի, ձեր վերլուծություններով որքանով է արևմուտքը պատրաստ ֆիզիկապես միջամտել կամ պաշտպանել Հայաստանը, եթե տեղ ունենա լայնածավալ հարձակում Ադրբեջանի կողմից կամ Թուրքիայի եւ Ռուսաստանի լուր համաձայնությամբ, ինչպես 20 թվականներ։ Պետք է հասկանալ ընդունել որևէ ուժային կենտրոն պատրաստ չի գալ Հայաստանի օգնության, երբ ռուս-թուրքական դաշինքը նորից անցնի լայնածավալ ռազմական գործողություններ։ Այստեղ ինչ որ սխալ ընկալումներ պետք չէ լինի Տիգրան։ Դու մենակ ես։ Դե երկար ժամանակ լինել ես մենակ։ Որտեղ պատերազմից հետո դու թույլ ես, դու պետք է կանգնես, վերականգնես քո անվտանգության պաշտպանության համակարգը, վերականգնես փոխակերպես քո պետությունը, որ կարողանաս դառնաս լուրջ դերակատար, ում հետ կուզենան ունենալ հարաբերություններ։ Եվ դու թույլ ես, եւ դու պարտվել ես, եւ դու փորձում ես մորել խաղաղություն, խոսել խաղաղության մասին, լինելով թույլ այդ այն խաղաղությունը քեզ հետ ոչ մեկը գործ չի ունենալու ոչ մեկը այսօր պատրաստ չէ ողորմություն տալ Հայաստանին որովհետև բոլորը պատրաստում են պատերազմին բոլորը պատրաստում են իր պետությունները իր ազգերին հասարակության պատերազմին ավելուկ չունեն ռազմական ուժ ավելորդ զինատեխնիկա որ տան Հայաստանի այդ ժամանակները վերջացել են դու պիտի հզորանաս
Եվ հզորանալու ճանապարհներից մեկն է սկսում ես այդ փոխակերպումները, որի մասին մենք խոսել ենք, եւ հզորանալով փորձում ես կառուցել առաջի մակարդակում դու փորձում ես երկկողմանի հարաբերություններ կառուցես այն ուժային կենտրոնների, երկրների, պետությունների հետ, որի հետ կարող ես լինել ռազմական դաշնակից, բայց առաջի քայլը դու դառնում ես պարտներ իրենց համար գործընկեր կառուցում ես գործընկերական հարաբերություններ անվտանգության ոլորտում եւ հզորանալով փորձում ես այդ հարաբերությունները դարձնես ավելի լուրջ եւ հասնում ես միջի դաշնակից հարաբերությունների եւ դառնում ես դաշնակից այդ ճանապարհով Հայաստանը փառք Աստծո իր հարաբերությունն ասենք Ֆրանսիայի, Հունաստանի հետ շարունականում է այդ աշխատանքները գնում են բայց դու պետք է լայնացնես այդ մոտեցումները ՆԱՏՕ-ի մասին ես խոսում եմ տարվա սկզբում երևի բայց հիմա ՆԱՏՕ-ի մասին մտածել հարաբերությունների իմաստ չկա որտեղ ՆԱՏՕ-ն ունի փոխակերպման մեջ մենք պետք է հասկանանք որտեղ է գնում ՆԱՏՕ-ն ինչ է լինելու ՆԱՏՕ-ն 1 տարուց 2 տարուց հետո այդ ժամանակ մենք կարող ենք մտածել հարաբերությունների մասին Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հետ այրով կարելի է շարունակել հարաբերություններ ասենք կրթական ոլորտում, մի քանի ուրիշ ռազմական ոլորտներում այդպես սպասարկող այդպես ձևավորեմ, բայց հիմնական քո ուղղությունը քո հարաբերություններով անվտանգության ոլորտում տարածաշրջանային միջազգային մակարդակներում պիտի ուղղված լինի կառուցել հարաբերություններ ռազմական ոլորտում այն երկրների հետ երկկողմանի հարաբերություններ, որի հետ դու կարող ես հետո դառնաս պարտներ եւ դաշնակից։ Եվ մինչեւ այդ ճանապարհը չանցնես հզորանալով, մտածել, որ դու կարող ես քո անվտանգության ճարտարապետության մեջ ունենալ դաշնակիցներ, այդ բավականին հեռու է այդ հորիզոնները ցավոք սրտի Տիգրան նորից եմ կրկնում հայ ազգը եւ Հայաստանը բավականին երկար ժամանակ առնվազն 1 սերունդ լինելու ենք մենակ եւ այդ մենակությունը պիտի հասկանաս ընդունես եւ կենտրոնանաս քեզ վրա դառնաս միայն ու միայն հայակենտրոն եւ դու քեզ ես հզորացնում քո սեփական ներուժի հզորության հնարավորությունների վրա ունենալով գլոբալ հնարավորությունները քո սփյուռքի հնարավորությունները Հայաստանի քաղաքական անվտանգության գաղափարախոսությունը ճարտարապետությունը կորիզում պիտի լինի հայակենտրոն մոտեցումը ոչ թե արևմտակենտրոն կամ հյուսիսային կենտրոն այդ բոլոր ուղղությունները վեկտորները պիտի կանգնեցնես հասկանալով որ հիմա կա միայն մի վեկտոր ունես ցավոք սրտի Այդ վեկտորը ուղղված է հայկական, հայոց աշխարհի վրա, հայ աշխարհն է, Հայաստանն է, որպես կենտրոն, քո վեկտորները ոչ թե պիտի արտաքին աշխարհի վրա լինեն, բայց քեզ վրա։ Այդ ուղղությունը պիտի փոխվես, եւ դա դժվար է, ես հասկանում եմ։ Այո, դուք հաճախ եք ասում, ուրեմն որ ինքնության հարցերը ռազմավարական համատեքստում հենց այն է, ինչ քիչ առաջ դուք ասում եք։ Արդյոք ներսում Հայաստանի ներսում ընթացող արժեքային բախումները, օրինակ եկեղեցու շուրջը կամ պատմության վերանայման թեմայով այս բախումները, որ կան էլիտայի մեջ, չեն թույլատնում մեր ռազմական դիմադրողականությունը եւ արդյոք սրանք այդ հիբրիդային պատերազմի մի մաս չեն, որը ցավոք մեր էլիտան է մեր դեմ վարում Ցավոք սրտի այո այն ինչ մենք տեսնում ենք հայկական առաքելական եկեղեցու դեմ դա գաղափարախոսական երևի թույլ կտամ ինձ ասել աշխարհ քաղաքակրթական մշակութային ոգևոր պատերազմների շարունակությունն է որտեղ պետք է հասկանալ, որ հիբրիդային պատերազմները, արդիական պատերազմները ընկալում են փաստորեն հասարակության կյանքի բոլոր ոլորտներն են։ Դրա համար հիբրիդային պատերազմի մի մասն է, ասենք, կոգնիտիվ կամ իմաստային պատերազմի կամ հոգեբանական պատերազմի, տեղեկատվական պատերազմի մեթոդները։ Եվ եթե այդպես եք նայում, եթե դուք զբաղվում եք այդ հարցերով, բայց ես բավականին երկար ժամանակ դրանով զբաղվում եմ, ինձ համար պարզ է, ես տեսնում եմ ոնց է իմ ազգի դեմ վարվում իմաստային, կոգնիտիվ, տեղեկատվական եւ հոգեբանական պատերազմ։
Եվ այդ պատերազմի մեջ այստեղ ուրիշ մեծ խնդրեմ կա Տիգրան։ Այդ պատերազմում այո, այդ պատերազմը վարում են այո այսօրվա հայկական արդիական իշխանությունները, բայց ես չգիտեմ ինչքանով են դրանք ընկալում, իրանք ընդհանրապես գործիք են։ Որտեւ այդ պատերազմը, իմաստային պատերազմը, քաղաքակրթական պատերազմը, որի մեջ մենք մտած ենք այսօր, դա ավելի շուտ գլոբալ մասշտաբի պատերազմներ են։ Դա պատերազմ է հայ ազգի Հայաստանի դեմ, որը ծավալվում է ոչ թե փոքր Հայաստանի դեմ, Տիգրան, բայց այդ մեծ պատերազմի, մեծ խաղի տարերից մեկն է։ Եվ նման ընկալումը ցավոք սրտի բավականին դժվար է, որտեւ այսօր Հայաստանում ես ցավոք սրտի պիտի ասեմ իմաստային կամ հոգեբանական պատերազմների հայեցակարգը, մոտեցումները, մեթոդները ձևավորված չեն։ Եվ դա մեծ մարտահրավեր է եւ երևի հաջորդ մի քանի տարի, մի 2 տարի ես իմ հիմնական ուշադրությունը կուղղեմ նրան վրա, որ կարողանանք ձևավորել ոնց են այդ մեթոդները աշխատում, ոնց կարողանի Հայաստանի Հանրապետության իմաստային եւ հոգեբանական պատերազմի հայեցակարգը ոնց պիտի ձևավորվի, ոնց կարողանի ռազմավարությունը, որտեղ հասկանում եք բավականին դժվար վիճակ է, երբ քո դեմ գնում է պատերազմ, դա որ դու որպես հասարակություն, որպես ազգ, որպես պետություն չես ընկալում, չես հասկանում, որտեղ չունես Հայաստանում չեմ կարող ասել հայության մեջ, կարող է հայության մեջ մենք ունենք ուժային կենտրոններ, որը դրանով զբաղվում է, այսօր դա էլ չեմ կարող ասել, բայց Հայաստանում հաստատ չկա Տիգրան այն հասկացողությունը, որ դու պատերազմի մեջ ես։ Այն ինչ կատարվում է, այն ագրեսիան հայ առաքելական եկեղեցուներն, որը մենք տեսնում ենք, դա իրոք ռազմական ագրեսիա է։ Եվ դու դա չես ընկալում։ Եվ դա մեծ խնդրեմ է։ Եվ իմ վերջին հարցը հրաչյա այսօրվա հարցազրույցին դուք շեշտում եք հասարակության գիտակցական մոբիլիզացիայի կարևորությունը, սակայն երբ տեսնում ենք հանրության շրջանում արկա հիասթափությունն ու ապաթիան, ինչպես եք պատկերացնում այդ մոբիլիզացիան իրական կյանքում, արդյոք պետությունը ինչ որ բան պիտի անի այդ ազգ բանակ մոդելի ձևափոխման վրա, արդյոք պետությունը պատրաստ է դա անելուն, եւ եթե պետությունը պատրաստ չէ, հայկական էլիտան ինչ գործիքներ պիտի օգտագործի այդ հայրենիքի պաշտպանության բնազդը մարդկանց մոտ նորից վերակենդանացնելու համար, դա այն հարցի շարունակությունն է, որ դուք քիչ առաջ խոսեցիք։ Հա, առաջինը պետք է հասկանալ եւ որպես կոնստանտ ընդունել, որպես հետևանք ընդունել, որ նման վիճակը քո հասարակության պարակտված վիճակը, դեպրեսիայի մեջ գտնվելը, դա հետևանք է ռազմական գործողությունների, հոգեբանական պատերազմի, իմաստային, կոգնիտիվ պատերազմի հետևանք է Տիգրան։ Եթե դուք բացեք դոկտրինալ փաստաթղթերը արևմտյան, ասենք Եվրոպայի, Միացյալ Նահանգների կամ Չինաստանին կամ Ռուսաստանի նմանատիպ դոկտրինալ փաստաթղթերը, դուք կտեսնեք դա ուղղակի աշխատում են, ոնց կարելի ասել, թղթով են աշխատում, դա ձևավորված է, ոնց պիտի անես, ոնց դու կարող ես քանդել հասարակությանը, որի դեմ դու գնում ես պատերազմի։ Դա պատերազմ է։ Եվ դու պարտվում ես այսօր։ Եվ ինձ համար ճիշտ ասած անհասկանալի է իմ ազգը ոնց է դիմակայում նման պատերազմին, ինչքան խորություն եւ դիմակայունություն ունես, որ կարողանում ես դիմանալ։ Ուրիշ ավելի ջահել ազգեր վաղուց արդեն քանդված կլինես ճնշման եւ ռազմական գործողությունների հետևանքով։ Բայց այդ վիճակում, երբ դու ճունես քո պետության, պետական հաստատությունների աջակցություն այդ պատերազմը վարելու, դու պարտավոր ես, իմ կարծիքով, ոչ թե պարտավոր ես, դու ստիպված ես փորձել ձևավորվել նման պատերազմի դիմակայունության բարձրացումը հասարակական մակարդակի վրա։ Դու պիտի դնես այդ խնդիրը որպես հասարակություն, ես որպես փորձագետ, դու որպես ժուրնալիստ, ոնց ես դու հայկական հասարակությունը մեծ աշխատանքը տանում եւ օգնում հասարակության բացատրել ինչ է տեղի ունենում, եւ ոնց հասարակությունը կարող է ինքնակազմակերպվի եւ որպես հասարակություն դիմադրի նման հարձակման, նման ագրեսիայի եւ փորձել այդ դիմակայունությունը, դիմադրությունը ցույց տալ, մինչեւ դու չստանաս հնարավորություն փոխես իշխանությունները եւ ունենաս նաեւ հայկական պետության աջակցություն այդ պատերազմի մեջ։ Ես ուրիշ ելք չեմ տեսնում, մինչեւ իմ պետությունը պատրաստ չի նման պատերազմում դիմադրել, մինչեւ իմ պետությունը օգտագործվում է որպես գործիք իմ ազգի դեմ նման պատերազմում, ես ստիպված եմ կենտրոնանալ հասարակության վրա եւ դրա համար վերջի 4
5 տարին ես զբաղվում էի հասարակության մեջ, փորձում էի օգնել հասարակությանը, օրինակ կազմակերպեն, ես ստեղծեն համայնքներ։ Մենք 5 տարվա ընթացքում ձևավորել ես ուրախ եմ ռազմամարզական հասարակական կազմակերպությունների համայնք ձևավորված է, ասենք միավորում, ազգային անվտանգության միավորում, որտեղ հավաքվել են արդեն 20-ից ավել հասարակական կազմակերպություններ, որոնք փորձում են կառուցվել եւ դիմադրել նման պատերազմում որպես կազմակերպված։ Մենք բացի դրանից ձևավորել ենք ոգեզեն համայնքը, որտեղ փորձում եք համապարփակ պաշտպանության եւ անվտանգության կառուցման անհրաժեշտությունը, որ այդ խնդիրները դնում է ձևավորել ոչ թե միայն ռազմամարզական կազմակերպությունների շուրջ, բայց ավելի լայն հասարակության միջոցով այդտեղ 40-ից ավել կազմակերպություններ, կամպանիաներ արդեն միացել են։ Դուք ես այստեղ ճանապարհը տեսնում եմ հայկական հասարակության ինքնակազմակերպումը։ Եթե քո պետությունը պատրաստ չէ գնալ մոբիլիզացիայի, եթե ինքը փորձում է քեզ դեմոբիլիզացիայի ճանապարհով գնալ, դու պետք է դիմադրես դրան եւ դիմադրես հասարակական դաշտում, դիմադրես որպես հասարակության մաս, դիմադրես որպես ժուրնալիստ, դիմադրես որպես փորձագետ, որպես գիտնական, որպես բիզնեսմեն, հասկանալով որ ուրիշ ելք չկա եւ դա համապարփակ պաշտպանության եւ անվտանգության ֆիլոսոֆիան եւ մտածելակերպն է։ Հայաստանը կարող են պաշտպանել միայն ողջ հայ ազգը, միայն պետությունը, միայն ռազմական ուժերը այդ խնդիրը չի լուծելու։ Եվ ամեն մեկը պիտի իր առաջ այդ խնդիրը դնի, ոնց է ինքը մտնում այդ պաշտպանության տեղ, որն է իր տեղը այդ պաշտպանության մեջ, այդ անվտանգության պաշտպանության համակարգում։ Եթե պետությունը պատրաստ չի քեզ ուղղորդի այդ ճանապարհի վրա, այդ պիտի պետությունը անի, բայց եթե պետությունը չի անում, երևի պետք է փորձել ամեն մեկը իրան հարց տալ եւ որպես պատասխան այդ հարցին իր տեղը գտնել, հետո գտնել այն համայնքը, որի մասին կարող է լինի եւ որպես համայնք մտնել այդ աշխատանքների մեջ եւ այլ այդ ճանապարհով ինքնակազմակերպական ես հույս ունեմ, որ մենք կարող ենք կերտել եւ ձևավորել հայկական պետականության, Հայաստանի ճարտարապետությունը, Հայաստանի ձևը, պետության ձևը 21 դարում եւ հայ ազգի իր ճանապարհի շարունակության ձևը, որովհետև այն, որ մենք անցել ենք, հաստատ մենք պիտի փոխենք։ Մեծ եղելից հետո 19-20 դարում մի կորուստներ, հետո սովետական Հայաստանն է որպես պատասխան, հետ սովետական Հայաստանը, երրորդ հանրապետությունը, հայ ազգի պետության ձևը այդ ժամանակները վերջացել են եւ մենք պարտավոր ենք դնել եւ լուծել շատ բարդ խնդիրներ, դրա մասին եք շատ եք խոսել։ Այո, խնդիրները եւ մարտահրավերները բարդ են, բայց դու իրավունք չունես բարձեցնել, նորից եմ կրկնում։ Դու պետք է այդ բարդությունը հասկանաս եւ հետո քայլ առ քայլ սկսել գնալ այն ճանապարհով, որը քեզ բերում է արդեն ուրիշ Հայաստանի եւ ուրիշ հայ ազգի 21 դարում։ Շնորհակալություն Հրաչյա հետաքրքիր զրույցի քննարկման համար։ Սիրելի բարեկամներ, մենք զրուցում էինք քաղաքագիտության դոկտոր, ռազմական եւ անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։